կեսը վիրավորվում է այդ ժամանակ, կեսը մահանում է, բայց դուրս են գալիս։ Կոնկրետ չեմ հիշում, բայց մի 3-4 հոգի մնացել են ավտոյի մեջ։ Այրվել են։ Հա։ Ըստ թևը սա վառվել է, աչքս մեկի ականջս էլի։ Մերը էլի մենք մեր հետ Սիսյանից եկել են կամավորներ բան, մի քանի հոգի տես կոնկրետ չեմ հիշում, բայց որ Կարմիր շուկայից դուրս ենք եկել, մեր հետ չեն եկել։ Նրանք արդեն ասել են դգանք ինչ անենք։ Գնացել ենք ավտոմատով կանգնել ենք, բայց սնայրադ է գալի էլի մեր վրա։ Մարդ չի գալի մեր վրա, որ կրակենք։ Հետո դե այդ ժամանակ ինքը 5 օր 4 օր էր անցել, որ ես լուրջ չունեի, բայց այդ 4 օրվա ընթացքում իմ համար ոնց որ տարիներ թվար, հա, անկերոջն ասել է, որ հələ որ մի ասեք, որ վիրավոր եմ, երբ որ հասնեմ հիվանդանոց, նոր թող իմանամ, որ վիրավոր եմ, էլի կարող է եւ չհասնեմ ես տեղ։ Հերոստը խելքը մեր, ելանված ուխնի մեր, զովել չկա տղեք, կրվի ժամին։ Ողջույն ընկերներ, ես Արգամստյան եմ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք եւ դիտում եք սիրելի դարձած մեր հերոս տղերք հաղորդաշարը։ Մենք Արարատի մարզի Նշավան գյուղում ենք եւ պատրաստվում ենք բացահայտել մեր հերթական հերոսին։ Շտապում ենք Պետրոսյան Սարգսի բնակարան, որպեսզի լսենք տղայի պատերազմի պատմությունը, ծանոթանանք վիրավորմանը եւ հասկանանք, թե ինչով կարող ենք պարզապես օգտակար լինել տղային։ Իսկ դուք լայք եք տեսան, թե որպեսզի այս տարբերակով մեր հերոս տղաների տեսանյութերը ավելի մեծ տարածում ունենան եւ ավելի շատ մարդիկ իմանան նրանց մասին։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի առաջինը դիտեք մեր նոր թողարկումները։ Եվ մեկնաբանությունները ողեք մեր տղաների մասին դրական կարծիքները, որովհետեւ նրանք կարդում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Հատուկ շնորհակալություն հայտնում եմ բոլոր բարեսիրտ մարդկանց, ովքեր դեռևս չեն դարձել անտարբեր եւ անհատական աջակցություն են ցուցաբերում մեր հերոս զինվոր տղաներին։ Խորին շնորհակալություն հայտնում եմ հաղորդման գլխավոր հովանավոր Դիանա Սիմոնյանին, ով նախագծի առաջին օրվանից մեր կողքին է եւ աջակցում ինչով որ կարողանում է։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, կարծում եմ հետաքրքիր հանդիպում ենք ունենալու Սարգսի եւ նրա ընտանիքի անդամների հետ։ Լավ ես քեզ գնում, հա? Չի շոկա։ Բարև ձեզ։ Նոն արգամ, հա? Շատ ուրախ եմ։ Ցիսիկ։ Այժմ դու զիվոր մայր ես, դու տատիկ ես։ Ոչ ինչ որ մենք կոշիկներով ենք։ Բարև ձեզ։ Սարգիս ջան, ողջունում եմ քեզ, ու շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնեցիր դառնալ իմ հեղինակային մեր հերոս տղերք հաղորդաշարի հերթական հերոսը։ Ուզում հասկանում հիմա ոնց ես քեզ զգում, կազդուրման ինչ փուլում ես։ Դեռ վիրահատությունների մեջ եմ, սպասում եմ։ Դե վիրահատվեն էլի։ Արդեն քանի վիրահատություն ես տարել։ 5 ոնց որ 5 չէ։ 5 դեռ երկուսն է սպասում։ Լավ, որ մեր հետևորդներն ավելի պարզ լինեն, սկսենք ամենասկզբից, լավ։ Ինչքան ժամանակվա ծառայող էիր, երբ որ պատերազմը սկսվեց, այսինքն 4 ամիս հետո պետք է վերադառնար տուն։ Քանի օր կռվեցիր, ինչ վիրավորումներ ստացար։ Ամսի 8-ից 15-ը 15-ին վիրավորվել եմ։ Մեկ շաբաթ։ Հա։ 16-ին նոր եկել եմ հիվանդանոց, էլի։ Մի օր վիրավորված մնացել եմ։ Հիշում ես վիրավորումը պահը։ Հա, ամեն ինչ հիշում եմ, մենակ այդ ամենասկզբից չեմ հիշում։ Տենց մի րոպեի չափով գիտակցությունը ստեղը չի։ Ոնց եղավ, կպատմես։
Ավտոյի մեջ հենց ավտոյին է խփը։ Դուք ուր եք գնում, ինչ եկա մենք փորձավալ ծավալով, լավ ախպեր։ Մենք շրջափակումից ենք դուրս եկել։ Այդ մի շաբաթը մնացել ենք շրջափակման մեջ էլի։ Որտեղ եք այսինքն։ Կոնկրետ տեղ չգիտենք, Ջաբրայել Հադրուտ այդ ուղղության վրա ենք եղել։ Մեկ շաբաթ մնացել եք շրջափակման մեջ, քանի հոգով։ Ընդհանուր 500 հոգի մոտավոր։ 500 հոգի, հետո մեկ շաբաթան շրջափակումից բոլոր դուրս եք գալիս։ Այդտենց կեսը վիրավորվում այդ ժամանակ, կեսը մահանում է, բայց դուրս են գալիս։ Դուրս են գալիս։ Շատ լավ, արդեն տեղափոխվելու ճանապարհին, այսինքն հարված ալնում մեքենային։ Դու ներսում ես։ Առաջի ավտոն մերն ալնում էլի, որ շարժվում է։ Մի 20-30 մետր գնում է, խփում են էլի։ Այդ պահին գիտակցություն բան չես կորցրել։ Հենց այդ պահին եմ էլի կորցրել։ Գիտակցություն կորցրել ես։ Մի րոպե հետո գիտակցությունս եկել է տեղը ու դուրս եմ եկել էլի ավտոյից։ Ինքնուրույն փորձել ես դուրս գալ։ Շատ մարդ մահացավ այդ պահին։ Կոնկրետ չեմ հիշում, բայց մի 3-4 հոգի մնացել են ավտոյի մեջ։ Այրվել են։ Հա։ Մի քանի հոգի էլ ուրիշ ավտոների մեջ էլի տեղափոխել են որպես վիրավոր, որ տեղափոխեն։ Այդ ավտոներն էլ են էլի տրաքասրը։ Էլի մի 7-8 հոգի մահացել են էլի։ Վիրավորումից հետո որտես դու արթնանում արդեն, երբ ես արթնանում։ Երբ որ դու արդեն ուշագնաց եղար։ Մի րոպե, մոտավոր մի րոպե տենց 1 րոպե անց արթնացել ես ու ինքդ քեզ մեքենայից դուրս ես հանել։ Հետո քեզ տեղափոխել են, այսինքն չէր կարա էլի մոտենալ ավտոյին, վառվում էր էլի։ Ով կարեցել է իրան տենց։ Իսկ ինչ վիրավորումներ ստացար։ Ինչ վիրավորումներդ։ Ինչ վիրավորում ստացար։ Թևս է վառվել, աչքս մեկի ականջս էլի։ Աչքդ չի տեսնում։ Շատ լույս բան էլի։ Աչքի մասին է խոսքը։ Ինչ հա կատարվում, այսինքն երջանկի խնդիրն է, ինչ խնդիր աչքի։ Մեջը բեկորներ կա էլի հələ։ Բեկորներ։ Ինքը սենց բացված է եղել աչքս։ Ինչ են ասում, կտեսնես նորից։ Դե լիարժեք չի լինի, բայց փոփոխություն կլինի էլի։ Դե 4 ամիս առաջ են էլի վերջինը վիրահատել աչքս, ասեցին մի 5 ամիս հետո։ Այսինքն ինչ որ յուղ է կաթացվել, որը որ ժամանակ հետո արդեն թաղանթ կտեղադրվի ու կտեսնես, հա։ Այլ է դիմա այդ յուղն է պահում, աչքիս մեջ այդ յուղը որ հանեն, փոփոխություն ելնելու է էլի, բայց լիարժեք չի լինելու էլի աչքս, ոնց որ առաջվանն է։ Բայց դա Հայաստանում է եղել, այսինքն ձեռքը բեկորները դեռ հեռացված չէ։ Հա, սաղ բեկորները։ Բախի չեն հանում։ Ասում են, այդքան նեղություն որ չի տալի։ Կանչան ոտինս կար, ոտինս նեղություն էր տալի։ Մեծ էր։ Հանեցին ոտինս։ Բայց էսի մնացել է։ Այդ հանելու են թե Չէ, մնալու է։ Ոտքդ չես կամ քայլես։ Չէ, հիմա նորմալ է, սկզբից չէի կարող քայլել, ոտիս տակներ 10 հատ փոքր կար էլի։ Իսկ ականջի հետ կապված չես լսում։ Չէ, այս կողմը համարը вообще չեմ լսում։ Քանի տոկոս են չեն ասել բժիշկները։ 40% է վերջում որ նայել են։ Բժիշկի որ գնացել եմ։ 40% է։ Ուղղակի ես մեկը մի 8 ամիսա կլինի վիրահատել են, բայց հələ փոփոխություն չկա էլի։ Թաղանթն է վիրահատել։ Հա։ Ես մյուսն էլ պետք է վիրահատեմ, բայց չեմ ուզում էլի, որովհետև այս մեկով եմ հիմա լսում, որ էսը վիրահատեն, կոլ նորմալ չլսամ էլի։ Այսինքն կա հավանականություն, թե դուք ենթադրում եք ուղղակի։ Ինքն է կարծում։ Դե մեր իմ ընկերներից էլ էլի, ում որ վիրահատել են, ոչ մեկին էլ այդպես փոփոխություն չկա էլի։ 20 տարեկան ես։ Հա։ 20 տարեկանում անցնել մի հատ դժոխքի միջով պարճակատ։ Հա, մինչև վժմունա սամանը պահել, մինչ վիրավորման պահը։ Եվ երբեմն զինվորներն ասում են, որ մի բանի համար են ափսոսում, որ շուտ են վիրավորվել ու շուտ են դիրքերը ստիպված եղել թողնել։
Այսինքն նրանք չեն խոսում իրենց ստացած առողջական խնդիրների մասին, նրանք չեն խոսում խնդիրների մասին, որ միգուցե ամբողջ կյանքում նրանց ուղեկցելու են, բայց նրանք խոսում են փաստի մասին, որ ստիպված են եղել ցավոք սրտի շուտը դիրքերը լքել ու դրա համար են ափսոսում, որ ինձ ընկերներն մենակ են թողել։ Հիմա ուզում եմ հասկանամ հետևյալը։ Այդ օրերին ինչ էր կատարվում, ոնց էր տղաների մարտունակությունը, արդյոք կար այդ վախը կամ տագնապը ինչ էր այնտեղ տեղի ունենում, երբ որ հայտարարվեց պատերազմը, երբ որ ստիպված եղաք տեսնել ահասարսուր կադրեր, ձեր ընկերների մահերը տեսաք ձեր աչքի առաջ, ինչ էր կատարվում, տղաները ոնց էին տանում այդ ամեն ինչը։ Մենակ իմ վիրավորվելուց եմ ես վախ եղել, բայց միջև այդ ոչ մի վախ չի եղել։ Մենք դες Սիսիան ենք ծառայել, միջև ամսի 7-ը Սիսիանի պոստերն ենք եղել, բայց ամեն րոպե սպասել ենք էլի, որ պիտի եթանք, որովհետև այս ընդհանուր պատերազմի ժամանակ, որ Հայաստանում պատերազմ ալնում հայտարարվում, մեր տեղը Ջաբրայել է էլի, մեր կոնկրետ մեր գումարտակի տեղը։ Մենք ամեն րոպե պատրաստ էինք, դաժե մենք շուտել ենք ուզեցել գնանք ամսի 5-ին 6-ին։ Մենք մեր փոխգնդապետին ասել ենք, մեր գումարտակի հրամանատարին, որ մեզ տանի էլի, բայց չի տարել։ Մի քանի օր անցել է արդեն ասել են, որ պետք է գնանք էլի։ Բայց էլի այտենց Տղաների մարտունակությունը ոնց էր։ տեղն էր սա ասել, մենք չենք մտածում։ Բայց ասում են, որ պատերազմը հիմնականում իրենց ձեռքն են վերցրել 18-ից 20 տարեկան տղաները։ Որոշ տղաներ ասում են, որ նույնիսկ հրամանատարական կազմ է ստեղծել իրենց մեջ, որովհետև հրամանատարները չեն մնացել իրենց մոտ։ Որոշները, հա, չեմ ասում ամենտեղ։ Եվ այլն, ձեզ մոտ ինչ վիճակ էր։ մերը էլի մենք մեր հետ Սիսիանից եկել են կամավորներ բան, մի քանի հոգի տես կոնկրետ չեմ հիշում, բայց որ Կարմիր շուկայից դուրս ենք եկել, մեր հետ չեն եկել։ Նրանք արդեն ասել են դե գանք ինչ անենք։ Վախեցել են էլի, ու մնացել են մենակ, մենք ենք զինվորներով են գնացել։ Մի այտենց սկզբի օրերը գեներալ բան եղել է մեր հետ Ղարաբաղի էլի, բայց հետո մի քանի օր հետո այտենց քիչ-քիչ գնացին ու էլ չեկան էլի։ Այսինքն զինվորական կազմով եք այդ ամեն ինչի տակից փորձում հասկանալ դուրս գալ։ Չէ, մենակ զինվոր չէ։ Կային ժամանակական կազմ եկար։ Մեր ընդհանուր զորամասով ենք եղել, բայց Ղարաբաղից այտենց գեներալ բան չի եղել, որ տեղանքը ցույց տա, ճանապարհ ցույց տա։ Սա շատ խոսում են դավաճանություններից, շորեստիպ ինչ-որ բույջակներից, որը Բերեզնան ինչ-որ որ բերեց։ Առիթ ունեցել ես նմանատիպ ինչ-որ մի բան տեսնելու։ Հասկանում ես ինչ-որ դավադրություն էր զինվորներին խառնելու համար։ Մեր տեղն էր էլի անիմաստ, որ մեզ հետ որ տարել էին։ Ինչ էր այնտեղ որ անիմաստ էր։ Որովհետև գնացել ենք ավտոմատով կանգնել ենք, բայց սնայրադ է գալի էլի մեր վրա։ Մարդ չի գալի մեր վրա, որ կրակենք։ Տարել են։ Այսինքն զենքով իմաստը որն էր դա։ հրացանով ԱԹՍ պետք է խփեիք։ Այո, Կոպիտ ասած։ Դե դա էր մեր բանակի նայություններ, ինչ ոնց հասկացա։ Տարիներ շարունակ զինել ենք մեր բանակը այս տարբերակով, այդքան ենք զինել եւ սովետական զենքերով ստիպված էին զինվորները ԱԹՍ-ներին են պայքարել։ Կազմակերպված չի եղել էլի, որ կազմակերպված լիներ։ Լավ, անձնական կյանք գանք, մի քիչ թեթևացնենք ամեն ինչը։ Ընկերուհի ունես։ Չէ։ Մայրիկը լավ աղջիկ չի գտել քեզ դեռ։ Որ աչքի տակով ասում է տենց։ Դա այդպես աչքի Լավ աղջիկ տակով։ կա, այս ինչ աղջիկը լավ աղջիկ է, պետք է գա մեր տուն հարցման։ Չի եղել դեռ։ Շատ են առաջարկում, բայց ես չեմ ուզում էլի։ Դա ժամանակը չի։ Դա չեմ ուզում ամեն եսիմ։ Ինչ որ կոտրված վիճակ եմ տեսնում նկատում մոտդ։ Միշտ էս այդ տրամադրվածությունն դա այդպեսին, միշտ էս այդպեսին բնավորությամբ եղել, թե պատերազմի հետևանքն է դա։ Պատերազմի հետևանքն է։ Իսկ հոգեբանական ճշտվածություն ունես, այսինքն երազներ, տեսիլքներ, որովհետև շատ զինվորներ դեռ այդ ամեն ինչի մեջ չեն կարող դուրս գալ։ Ունես մինչև այսօր։ Հոգեբանն հետ աշխատել ես։ Մի երկու անգամ հիվանդանոցում եմ եկել։ Ցանկությունն է սա շարունակելու, թե ուղղակի դա քեզ չի օգնել։ Չեմ շարունակել, բայց չգիտեմ էլի երևի ինչ կա։
Չես վարժնում, ինչ տալիս են քեզ։ Այսինքն իրենց չես ընկալում, չեն հասկանում քեզ։ Չի եղել։ Ներկապային էսօր եկել էին հոգեբաններ, գյուղում բժիշկներ, ցանկություն չունեցա։ Բայց իրեն շատ անհրաժեշտ է, եթե ես զգում եմ, որ իրեն Սարգ ջան, անկախ ամենից կան մարդիկ, ովքեր ունեն հոգեբանական կլինիկաներ, ունեն մասնագիտություն որպես այդպեսին հոգեբանի եւ կամավոր տարբերակով, անվճար տարբերակով բնականաբար պատրաստակամություն են ցուցաբերում աշխատել զինվորների դեպի դրա կարիքը լինում է։ Դա ոչ ամաչելու բան է, դա ոչ ինչ որ մտածելու բան է, որովհետեւ նորմալ է, երբ որ 18 տարեկան, 20 տարեկան պատանին տեսնում է այդ ամեն ինչը, ինչ ամենուր չի տեսնում այդ ասարսուր վիճակները, որ նույնիսկ ֆիլմում չի տեսնում, կարող ինչ որ բան իր այդ ուղակի տեղի ունենա։ Այնպես որ եթե ստացված իրավիճակ կա, ուրեմն պետք է հասկանանք այդ իրավիճակից դուրս գանք, հա։ Ես միշտ մտածում եմ այսպես, եթե չեմ ուզում ինչ-որ բան, դա պետք է ունենա իր պատճառը։ Խի չեմ ես ուզում ինչ-որ բան։ Եթե ես ունեմ հոգեբանական ճշմարտությունից պետք է հոգեբան, որ դա իմ ընկճվածությանը կօգնի, ես կվերանամ, կդադարեմ այդպեսին լինել, այդ մտքերը էլ չեն տանջի ինձ, ինչու ոչ։ Ես ամեն ինչ նայում եմ այսպես, հարց լուծում։ Այնպես խորհուրդ եմ տալիս նաև քեզ, լավ։ Այսքան անիմաստ վիրահատություններն էլ որ անում են, էլ ես ականջս կամ չգիտեմ աչքս մեկը լիարժեք չի դզվելու, էլի ոչ մի փոփոխություն հաստատ չի լինելու։ Իմաստը որն է։ Ես դու ինչ գիտես լինելու է թե չի լինելու։ Դե ես Դու այդպես տրամադրվել ես։ Մենակ ականջս հերիք է էլի որ Չէ, արի այս պահին կանգնեցնենք ամեն ինչ եւ տրամադրվենք դրական, անկախ ամեն ինչից։ Այսինքն դա նույնն է, որ պատերազմ գնալիս զինվորը ասի ինչ եմ գնում, մեկը զոհվելու եմ, ու ինքը կզոհվի։ Եթե ինքը տրամադրվածությամբ հագնում այնտեղ։ Այսինքն արի դրականը նայենք ու հասկանանք վիրահատությունից հետո մենք ուզում ենք լավ լինենք, թե մենք բողոքում ենք որ ուղղակի վիրահատություն է տեղ ունեմ, լավ։ Ամեն ինչը մեր էստեղ է։ Երբ որ դու հասկանում ես ինչ որ պատճառ ու լավ տրամադրվածությամբ ես այդ ամեն ինչին գնում ընդառաջ, լավ տրամադրվածությունը դա շատ կարևոր է։ Դա քեզ եկամ կյանքում օգնում է ու լինում ամեն ինչ այնպես ինչպես եւ դու ուզում ես։ Հա, հիմա հասկանանք կոնկրետ ինչ համար արվում վիրահատությունը։ Աչքի վիրահատությունը արվում է որ տեսողությունը գոնե ինչ որ չափով վերականգնվի, այսինքն արդեն իսկ անիմաստ չէ այդ վիրահատությունը, չէ։ Նույնը լսողության դեպքում, նույնը ոտքի վիրահատությունը եւ այլն։ Եվ արդյոք օգտվելով ուզում եմ իրական շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր բժիշկներին, ովքեր ընտանիքներից կտրված, իրենց առօրյա կյանքից կտրված, ես նվիրել եմ մինչև օրս զինվորներին, հայրենիքին ու կատարում եմ շատ լուրջ վիրահատություններ աշխարհի մակարդակով, որովհետև տարբեր վիրավորումներ ստացած զինվորների հետ եմ շփվում, Սարգիս ջան։ Երբ որ տեսնում ենք զինվորին նոր վիրավորված նկարով տարբերակը ու հիմա ընդհանուր մի քանի ամիս անց, կարծես թե մի քանի տարի անցել է ու կարծես թե լավ տարբեր մարդիկ են։ Դա իհարկե մեր բժիշկների շնորհիվ ու շնորհակալություն իրենց հենց հայրենասեր գործի համար, շատ կարևոր գործ են անում բժիշկները եւ այդ օրերին էլ շատ բժիշկներ հենց մեկնեցին, դու շատ լավ գիտես, կարծում եմ ռազմաճակատ արդեն սպիտակ խալաթներով պատերազմն է դա։ Նրանք էլ կռվում են այդ տարբերակով իրենց գիտությամբ, իրենց ստացած ինֆորմացիա, որը կարող է տղաներին օգտակար լինել եւ այլն եւ այլն։ Ուզում եմ առաջիկա պլանները քննարկենք իրար հետ, թե ինչ ես պլանավորում անել առաջիկայում։ Ինչպիսի պլաններ կան։ Ուզումից հետո։ Որտես մաման ասում, գնամ սովորեմ բան, բայց չգիտեմ։ Ում հետ ես ապրում։ Մաման տատին է մորքուրը։ Նի գարցակալությամբ եք ապրում ստեղ։ Հասկացա։ Սարգիս ջան, անկախ ամեն ինչից, ինչ որ եղել է, ես հասկանում եմ որ շատ ծանր է եղել։ Ես հասկանում եմ որ շատ բարդ է եղել։ Եվ ես չեմ ուզում այդ ամենը իրական հեշտացնել, որովհետև դա հեշտ չի։ Բայց անցյալով ապրելը, անցյալի հուշերում թաղվելը,
Դա բելոներան, որ մենք դադարելու ենք շարունակել ապրել։ Ինձ եթե դու փառք Աստծո այսօր մեր կողքին ես, ինձ դու գիտես հավանականությունը ինչքան քիչ է եղել, որ դու այսօր էստեղ լինես։ Ովքեր այնտեղ են եղել, եկեք ճիշտը խոսենք, հա։ Կա առաքելություն, ինչի համար ես դու այստեղ, եւ դու միայն պետք է առաջ նայես։ Պետք է առաջ նայես ու անցնես այդ առաքելությունները լուծելուն։ Հասկանաս ինչա քո հաջորդ անելիքը եւ այլն։ Այսինքն, արի պայմանավորենք այսպես, սկսենք դասակարգված ապրել, դա շատ կարեւոր է։ Այսինքն հասկանանք ինչ ենք անելու վաղը, մյուս օրը եւ մեր նպատակները ռիսակորոնք են։ Որովհետեւ յուրաքանչյուր մարդ, ով նայում է այս տեսանյութը, միայն ուրախ կլինի, որ լսի քո հաղթանակների մասին կյանքում, քո ձեռբերումների մասին կյանքում։ Մենք էլ այդ ճանապարհին ինչով կարողանանք իհարկե տղայի կողքին կլինենք, բայց մենք պետք է հասկանանք տղան ինչա ուզում, որ մենք օգնենք։ Չէ՞։ Այսինքն պետք է հասկանանք, որ դեպի ուր է ուզում տղան գնալ, որովհետեւ ճիշտ հասկացեք, ես էլ հովանավորների շատերն էլ երբ որ խոսում ենք մեր հաղորդման հովանավորներից, մենք ճիշտ ենք համարում զինվորների հետագա կյանքում ինչ-որ փոփոխություններ անելու գաղափարին, ոչ թե տեղում ուղղակի որոշ գումար վերաբերելու, որովհետեւ գումարը ասում է, բայց զինվորը մնում է նույն կարգավիճակում։ Երբ որ լուծում է ուսման հարց, երբ որ լուծում է աշխատանքի հարց կամ բիզնեսի հարց, դա հաստատ ավելի ճիշտ տարբերակով է այդ ամենը լինում, ու զինվորի մենք իրական կարողանում ենք զինվորին այս տարբերակով օգնել, չէ՞։ Այնպես որ դու մի հատ հասկացի, ինչ ես ուզում, ինչ որն է քո սիրած աշխատանքը, ինչով կուզես զբաղվել, մենք էլ պատրաստական կլինենք, ինչ որ կարող ենք մեր ամբողջ անձնակազմով եւ մեր բարի հետևորդներով քեզ այդ ճանապարհին օգնել, լավ։ Ահա։ Եթե դեմ չես, մեր հաղորդման շրջանակներում զրույց ենք ունենում նաեւ ընտանիքի անդամների հետ, ովքեր այդ օրերին շատ անանցանելի վիճակում էին, շատ դժվար ինչ-որ կացության մեջ էին հայտնվել, որովհետև շատ դժվար է ունենալ որդի, ով սահմանում է, կանգնած է, պատերազմ բառը արդեն ասարսուր աններ շնչում մարդկանց մոտ, ինչ մնաց մայրերի մոտ, օրերով երբեմն չեն ունեցել մայրերը լուր իրենց որդիներից, ստիպված են եղել հեռուստատեսությամբ ռադիոյով լսել ահասարսուր նորություններ, այն դիրքերում, որտեղ ածառայում են, կռվում են իրենց որդիները, 18-ից 20 տարեկան, ինչ-որ ցանկերի անընդհատ ականատես լինել, վախենալով կարդալ այդ ցանկերը մինչև վերջ, եւ այլն եւ այլն։ Եթե դեմ չես մայրը միանա մեր խոսակցությանը, հասկանանք թե նա ինչ գերբնական ուժով կարողացավ հաղթահարել այդ օրերը։ Տիկին Կրիստինա, հերոսի մայրն եք, Սարգիսի։ Երկի շնորհակալություն ձեզ, որ նման որդեք դաստիարակել, ով այնքան հայրենասեր է, որ մինչև վիրավորելու պահը չի լքել իր տեղը, իր դիրքը եւ իրական հերոսի նման է իրան պահել։ Իհարկե ամեն ինչ գալիս է ընտանիքից, չէ՞։ Ինչպիսին որ կերտվում է տղան կամ երեխան առհասարակ, գալիս է դաստիարակությունից, գալիս է գաղափարախոսությունից, դրա նշանակությունը գնահատելուց, այդ ամենը սկսվում է ընտանիքից իհարկե։ Սա ձեր միակ որդին է։ Չէ։ Մեծն ես թե փոքր։ Մեծն ես։ Մի հատ էլ աղջիկ, նոր մի հատ էլ փոքր տղա։ Փոքր ասելով 15 տարեկան։ Ամեն դեպքում մոր համար փորձ ուներ, որ զավակը ուղարկի բանակ, եւ յուրաքանչյուր ծնողի մոտ այդ վախը կարծես թե լինում էր միշտ, որ բանակ է ճանապարհում հանկարծ ինչ-որ խնդիր չլինի, բարի ծառայություն առաջ մաղթանքներ ու կարծես թե պատերազմը վրա հասավ հենց ձեր որդու ծառայության ժամանակ, եւ դուք ստիպված եղաք ապրել, վերապրել դժոխային օրեր իրականում։ Ու ես հասկանում եմ այդ օրերը ապրելը ինչքան հիշել եմ նույնիսկ այդ օրերի մասին, ինչքան դժվար է։ Բայց եթե դեմ չեք թեկուզ վերջին անգամ միասին վերադառնանք այդ օրեր, որպեսզի մարդիկ էլ հասկանան, թե դուք ինչպես եք կարողանում հաղթահարել այդ օրերը։ Համար շատ դժվար էր, անտանելի։ Լուր ունեիք Սարգիսից։ Չէ։ Ընդհանրապես չեք անում զանգեր։ Չէ, ինքը որ տեղափոխվեց Ղարաբաղ, ինքը չէր ուզել, որ ես իմանայի, ես մեր բարեկամներից, հարազատներից ինձ ասեցին, որ ինքը տեղափոխվել է, բայց ինքը չէր ուզում, որ ես իմանայի, գնացել եմ։ Հետո պատահական ինքը չիմանալով, որ այդ համարը Ղարաբաղի համար էր, պատահական զանգելով ես իրան հասկացրի, որ տղա ջան, ես արդեն ամեն ինչ գիտեմ, էլի, որ դու որտեղ ես, իրան խորհուրդ էի տալի, որ ուշադիր լիներ, հանգիստ լիներ, բա դու որտեղից գիտես, ես չէի ուզում, որ դու իմանայիր, ասի հիմա դա էլ կարևոր չի, կարևորը դու
որ քեզ ուշադիր լինես էլի քո նկատմամբ։ Հետո դե այդ ժամանակ ինքը 4 օր էր անցել, որ ես լուրջ չունեի, բայց այդ 4 օրվա ընթացքում իմ համար ոնց որ 4 տարիներ թվար, հա։ Հետո 4 օր անցավ, որ զանգեց այդ մի անգամը, տենց խոսացինք, էլ ընդհանրապես լուրջ չեմ ունեցել մինչև այդ վիրավորվելու օրը։ Վիրավորվելու օրն էլ տենց ինձ էլի մեր բարեկամները ստեղ հավաքված էին, ես տանը չէի։ Ես անկախ ինձնից տանից դուրս էի գալի, որ ինչ-որ մեկից մի լուր, մի բան իմանայի, տունը չէի կարող մնայի։ Դες դուրս է եկել, որ մի տեղեկություն իմանայի, պատահական եկա, արդեն ստեղ բոլորը հավաքված գիտեին, բայց չեն կարող ինձ ասեն։ Ու ես իրանց դեմքներին տենալով արդեն հասկացա, որ ինչ-որ մի բան այն չի։ Ու ավելի վատ բան է եղել։ Ու տեղ էլ չեմ հասկացել ինչա կատարվել։ Անցավ մի ժամ ու կես, այդ որ լուրը իմացա էլի ես նոր երեխան, որ արդեն ինքը ոնց որ ասած ապահով ձեռքերում ա եղել, մինչև այդ մտածելա, որ էլի ճանապարհին ինքը կարողա տեղ չհասնել, էլի իր անկերոշնացելա, որ հələ որ մի ասեք, որ վիրավոր եմ, երբ որ հասնեմ հիվանդանոց, նոր թող իմանամ, որ վիրավոր եմ, էլի կարողա եւ չհասնեմ ես տեղ։ Նոր շտապ օգնության մեջ բժիշկների հեռախոսի վերցնելով զանգեց ինձ, որ գոնե ես իմանամ ինքը ողջ է, էլի, որ ասած մամ արդեն նոր տեղից հասկացա, որ ինքը ողջ է, բայց մինչև այդ չէի հավատում, մեր բարեկամներն ինձ համոզում են, որ ինքը ողջ է, իրեն ոչ մի բան չի եղել, բայց ես չէի հասկանում, ինչ էի անում։ Մինչև իր ձենը չլսա, նոր հասկացա, որ իրոք ինքը ողջ է։ Շատ, չգիտեմ, մինչև եկավ, իրիկունը իրան բերեցին, հասցրեցին, բայց մինչև եկավ հասավ Երևան, մենք արդեն իմ համար էդի տարիներ էր թվում, որ անցնում էր այդ ժամանակ էլի։ Ու տենց, չգիտեմ, շատ ահավոր օրեր մենք տեսանք։ Ոչ միայն իրան, այնտեղ բոլորի համար, մենք բոլորս էլ տենում էինք ինչ ձևի երեխեք էին գալի ու իր ձևով շատ դաժան էր, ահավոր։ Հա, հիվանդանոցներում այդ օրերում լինելը իրականում մեծ ոգևիճակ պետք է ունես, որ կարողանաս նայել այդ ամեն ինչին, այդ ջահել երեխեքի այդ վիճակում հայտնված ու շատ ծանր է իրականում առողջ ուղարկել որդուն ու նման էմոցիաներով, նման տեսակ փոփոխությամբ, նման վիրավորումներով հետ վերցնել, հետ ընդունել բանակից։ Մեղավորներ փնտրում եք դուք ձեր ներսում։ Արդյունքի հետ կապված։ Ափսոսանք կա։ Ափսոսում եմ, հա, ոնց չեմ ափսոսում, որ իր ձևով ուղարկեցինք ու իր ձևով Հաշված է ձողերը կան։ իր խնդիրները, որ չգիտեմ, ինքն էլ է ձևով ա տրամադրված, որ չգիտեմ, կասկածում ա, որ ինքը չի բուժվելու, չի լավանալու, այդ իմ համար ավելի մեծ Արի այսպես մի բան պայմանավորենք։ Արդեն առաջվա ամենը շատ մեծ փոփոխություն կա էլի, հաստատ դրանից ավել չելել, չեմ էլ ուզում, չգիտեմ։ Չէ, արի փոխենք այդ, արի էդի փոխենք, որովհետև մեր աշխարհում, որը մերն է, մենք ենք որոշում ինչը ոնց լինի։ Ռեալ այդպես է։ Դու ես որոշում։ Դու կտեսնես, թե չես տեսնի, քո տրամադրվածությամբ։ Եթե բժիշկը անում է վիրահատություն, ուրեմն կա հնարավորություն։ Դու կկասկածնով այդ հնարավորությունը փակում ես։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Այսինքն արի նաև մտածենք մայրիկի մասին։ Նաև մտածենք, որ նա էլ ունի քո աջակցության կարիքը, բառից բուն իմաստով։ Քեզ ուրախ տեսնելու կարիք ունի եւ քո հավատով տեսակին տեսնելու կարիք ունի։ Որովհետեւ ամեն անգամ, երբ որ դու ասում ես, որ ես էլ չեմ հավատում կամ ես դրա պատճառը չեմ գտնում, դու ավելի անգամ իրան կոտրում ես։ Իսկ ինքը հավատում է ինչ-որ բան լինելու է իր որդու հետ։ Արի ուրեմն հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դրանով մենք ոչինչ չենք կորցնում։ Բողոքում եմ կամ Չէ, բողոքելու մասին չի, խոսքը հավատալու մասին է։ ես հուսահատված է։ գիտեմ, այսքան լավացել եմ հերիքա։ Ավելի շատ չես զում լավ ունես։
Կարևոր արդեն ոտով ծառում ենք։ Ավելի լավ է լինելու, մինչև ժոտ քեզ կանգնելու ու փոխում ենք։ Ասում եմ, եթե դու ուզում ես ունենալ մի բան, որը չես ունեցել, ուրեմն պետք է անես մի բան, որը դեռ չես արել։ Այսինքն, անենք ուրիշ բան, եթե ուզում ենք ավելի լավ արդյունք ունենանք, լավ։ Պայմանավորվեցինք։ Որ րոպեին կուզես խոսել կամ ինչ որ աջակցության կարիք ունես կամ ցրվելու կարիք ունես, քայլելու ինչ-որ տա գնալու, անպայման իմացես տալիս նախորդ 1 օր շուտ, ես պլանավորում եմ նկարանումները ստոպ ենք տալիս այդ օրը, իրար հետ լավ օր ենք անցկացնում ու դու կհասկանաս, որ ամեն ինչ այդքան ոչ։ Վատա, երբ որ նույն վիճակի մեջ ես անդադ, տուն եք առաջնչի մարդու, անդադ տանը լինելով, քիչ դուրս գալով, քիչ շփվելով, չէ՞։ Նույնիսկ մարդը, երբ որ ինքը չի ունենում խնդիրներ ու ամբողջ օրը մնում է մի տարածքում, ինքը սկսում է ճնշվել դրանից։ Հասկանում ես։ Որտեղ քո մտքերն էլ գալիս այստեղ նպաստում ու իրականում ստացվում է մի հատ աժոտաժ, որից մենք էլ չենք գտնում։ Այսինքն ամեն ինչը դասակարգված անելու դեպքում հնարավոր է ամեն ինչ փոխել։ Հավատում ես։ Արդեն հավատում ես։ Դե մի հատ էլ։ Մեր հաղորդումը նայում են շատ բարի մարդիկ, ովքեր անտարբեր չեն զինվորների որպիսությամբ, ովքեր զանգում են, մտածում են, ովքեր թեկուզ դրսում ապրելով դեռ սրտացավ են, եւ մենք ստեղծել ենք փոքրիկ բյուջե, որը ամեն զինվորի տուն գնալիս փորձում ենք ամեն զինվորի ինչ որ նվեր փոխանցել դրամի տեսքով։ Եվ հուսով եմ ինչ որ բանով գոնե օգտակար կլինի, քանի որ մենք ամեն անգամ, ամեն օր նկարներ ենք անում։ Ցավոք մենք չունենք շատ մեծ հսկայական բյուջե, բայց կարծում եմ գոնե ընթացիկ դասերի համար օգտակար կլինի այդ գումարը ձեզ։ Եվ խնդրում եմ այդ ամեն ինչը որպես նվեր ընդունեք, ուղղակի նվեր, որը մենք որպես շնորհակալություն տալիս ենք զինվորներին, լավ։ Եվ ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր անհատական զինվորների հետ են կապնվում եւ անհատական աջակցություն են ցուցաբերում զինվորներին եւ հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Դիանա Սիմոնյանին, ով ահռելի մեծ աշխատանք է կատարում մեր նախագծի շրջանակներում։ Առաջին օրվանից միացավ իր ընտանիքի հետ եւ նրա շնորհիվ մենք կարողանում ենք արդեն 200-ից ավել զինվորների ներկայացնել, նրանց կյանքում ինչ-որ բան փոխել, հա։ Եվ ժպիտ պարգևել ու ուշադրություն դարձնել ամենակարևոր բանը, որ զինվորները ունեն այսօր, դա ուշադրության պակասն է, չէ՞։ Եվ շնորհակալություն ուղղակի շատ մարդկանց նման մեր հետևորդներին, ովքեր նայում են, որ ուղղակի չեն դասվել անտարբեր հասարակության շարքերում։ Եվ եթե դեմ չես, Սարգիս ջան, ուզում եմ փոխանցել բոլոր մարդկանց նվերը քեզ, հուսալով, որ ինչ-որ բանով օգտակար կլինի։ Շնորհակալ ենք շատ։ Բոլորից էլ շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք եւ դիտում եք սիրելի դարձած մեր հերոստաղերք հաղորդաշարը։ Մենք Արարատի մարզի Նշավան գյուղում ենք եւ հյուրընկալվել ենք Պետրոսյան Սարգսի բնակարան, ով պատերազմի օրերին ծանր վիրավորումներ է ստացել, ոտքի, ձեռքի, աչքի լսողության հետ կապված նաեւ։ Մի խոսքով կազդուրման փուլում է եւ Սարգիս խոստացի, որ մյուս հանդիպման ժամանակ ավելի ապակինված տարբերակով եմ քեզ տեսնելու եւ դու ցանկանալու ես, որ դա լինի։ Խոստացա՞ր։ Իսկ դուք լայք եք տեսանքը, որպեսզի մեր հերոզինվորի մասին ավելի շատ մարդ իմանա եւ տեսանք այս տարբերակով ավելի մեծ տարածում գտնի։ Ինչպես նաեւ մեկնաբանություններ ողեք ջերմ մաղթանքներով մեր հերոստղաներին, որովհետեւ նրանք կարդում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Եվ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որը արդեն գրանցել է ավելի քան 70,000 հետևորդը YouTube-ում։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին, խաղացուն եմ մաղթում բոլորիս։ Հերոստաղերքը մեր, ելանված ուղի մեր, զոհվել չկա տղեկ, կրվի ժամին